Հա Կուզմիչ, ուզում ես ստուգես, գնա ստուգի, զիպիլանոցա, գիտեմ ես անգամ դուրդ չի գալու, գիտեմ, լավ մի ջղայնացի, հիմա ես էլ եմ սխալանում մեկ-մեկ, ակշնում վիճակը այդքան էլ լավ չի, իմ համար հարմար բան չեմ գտնում, չնայած որ մի հատ կա, ուզում եմ մինչև 5000 չափ բարձրանամ, հեսա, լավ էլ բիդեն անում սրա վրա, այս որ կանաչումա ես հաղթում եմ ուրեմ, հոգնած տեսք ունի, հնարավոր է որ մեջը ապրել են, վիճակը այդքան էլ լավ չի, տանջվելու եմ, եթե հեսի առա, բայց ուրիշ բան չկա, ասացի գոնե կզբաղվեմ, լավ էլ բարձրանում, այս որ կանաչա մերն է, բայց չէ, էլ չեմ հելնի, չէ, no bueno, չեմ բարձրանա, այսքան հերիքա, այսի արդեն ինձարից տարան, ինչ-որ մեկը 5100 ախպ է, հա, ինչևից է 5200 բարձացան, չէ, bidding closed, առնողին էլ սկի չտվեցին, հլը պտի մտածեն, տան թե չէ, դե լավ, սրանից ոնց որ ձեր քաշեմ, ողջույն, ես Արտակն եմ, երեկ ինչի վրա որ բիդ էի անում, չհաղթեցի, հաղթողին էլ չտվեցին, հիմա նայում եմ, ստեղ 6000-ով դրել են buy now, այսինքն կարաս 6000-ով հիմա առնես, առանձնապես ուրիշ հարմար բան չեմ գտնում, արդեն կամուկացի մեջ եմ 6000-ով առնեմ, թե չէ, ճիշտ ասած այս նավն եմ ուզում վերցնեմ, բայց կարծում եմ էսի թանկա դուրս գալու, եկեք միասին հիմա այս թրեյլերը նայենք, շատ հնարավոր է որ հենց հիմա էլ առնեմ, Camp-ը Թեքսասում է, Դալլաս քաղաքի մոտավորապես 1400-1500 մայլ է հեռու ինձանից, հիմա կնայենք մի քիչ հետո, լավ մի հատ նկարները մեծացնեմ, միասին նայենք, տեսնենք իրանից ինչա ներկայացնում, բացի Զիբիլանոցից ուրիշ բան չեմ տենում, այս նստատեղերը Իրանը չի, լույսերը Իրանը չի, ինչ որ փոխել են, չգիտեմ ես ինչ լույսեր են դրել, VIN number-ը փոխած է, հիշեցնում եմ, որ էսի clean title է, salvage-ել չի, չգիտեմ ինչի են VIN number-ը փոխել, դիմացի ջակը կոտրած է, հիմքն էլ է ինչ որ կոտրած, որովհետև ինքը ուղիղ է երևում, բայց հիմքը պետք է հետո կերևա, այստեղ ոնց որ մնացած, դե պակաս բաներ կա, բատրին ոնց որ թափելիք է, գազի բալոնները չկա, այդ հեչ, ներսում կատարյալ խոզանոց բալանիները կախել են, հիմա չգիտեմ ես իրա բանալիներն է, թե ինչ բանալի է, ոնց որ միշտ մի փուշ բանալի են կախում, հետո պարզվում է որ Իրանը չի։ Ներսի նկարներից մեկ էլ սա է, էլ ինենց շատ հարուստ նկարներ չեն դրել, բայց մոտավորապես կարելի է պատկերացում կազմել, որ եթե ուրիշ մի բան ալներ, այս թրեյլերը հաստատ չի առնի։ Այսինքն կարծում եմ որ 6000 չարժի տալ սրան։ Ինձ թվում է հենց 5000-ը սրա ճիշտ գինն է։ Հետո էլ ախր այդ անտերը 6000-ով չես բրցնում։ 6000-ի դեպքում էլ ակշնի մուծումները կազմում է մոտավորապես 23%։ Պլյուս ճանապարհը, որը կազմելու է մոտավորապես $1500 3000 մայլի համար։ Ինչքան է գալի կանգնում։ Համարյա 9000։ Ընդհանուր տեսքը վատը չի երևում։ Ինքը լավ մոդել է։ Նամանավանդ որ շատ մարդ կարա մեջը քնի։ Այս կողմից լավ է, բան չունի, մեկ էլ սա է նկարներից, էս էլ վատ չի, բայց դե զբաղվելու համար երևի վերցնեմ, չգիտեմ, ուղղակի ներսն է շատ հոգնած, հեսա սառնարանի այս մասը, քանդել են, հաստատ մի բան սրա վրա արել են, չեմ հասկանում ինչ, բայց մի բան արել են ստեղ, հույսով եմ, որ աշխատի, շուռ եկած չի, կողքերը ջարդոփշուր առած տեղ չունի, առանձնապես այսքան նկարների հետ, բայց մինչև առնելս, buy now անելը, տեսնենք որտեղ ենք գնում, ոնց ենք գնում, ինչքան հեռու է։ Ուրեմն սա ակշնի տերիտորիան է, Դալասին կապած է համարյա։ Տեսնենք հիմա 1408 մայլ 40 freeway-ով, 1443 մայլ 10-ով։ Հիշեցնում եմ, որ հունվար ամիս ենք, ձմեռ վերևով գնալը մի քիչ վտանգավոր է, չնայած ճանապարհները մաքուր են, ուղղակի լավ քամիներ է։ Ամեն դեպքում քամիները 10-ի վրա են, 40-ի վրա են։ Եղանակը նայեցի, ես կհասցնեմ ոնց որ թե գնամ գամ, ինձնից հետո լավ ցուրտ ալնելու ուջուն, այդ ճանապարհները սա սառելու է, նամանավանդ Թեքսասում։ Բայց ամեն դեպքում ես 40-ով կգնամ, քյամպերը հետևս կապած չի քանի, 10-ով հետ կգամ արդեն քյամպերով։ 10-ը մի քիչ երկար է, բայց ավելի ապահով է կարծում եմ։ Լավ, առնում ենք, գնացինք։ Buy now. Confirm buy now. Yeah. Չհասկացա, բազանգերն ուր են։ Congratulations. Շնորհակալ ենք։ Դիմացս 1400 ասեմ 50 մայլ, 1450 մայլ գնալ, մոտ այդքան գալ,
3 գիշեր 4 օր, այս հանգստյան օրերը նկարելու գործ չունեմ, հանգիստ խղճով առանց շտապելու կգնամ կգամ, շաբաթ օրը կփոկվեմ, 2 շաբթի այնտեղ կլնեմ, կվերցնեմ, եթե ամեն ինչ բարեհաջող է, 3 շաբթի երեկոյան տանը կլնեմ։ Եվ ինչպես միշտ, ինձ բարի ճանապարհ, ձեզ հաճելի դիտում։ Welcome to Arizona. Okay. Hello, Kim. Not gonna shut down? Doğrudan Amazon. Super. Տեսնենք վաղը ոնց է լինում, տեղավորվեցինք, ինչ, մինչև վաղը միսերն էլ անջատեմ, լավ եղեք։ Գիշերը հեչ լավ չեմ քնել, ըստ երևույթի բարձր elevation է ստեղ, հեսա մի հատ ստուգեմ։ Փաստորեն ես 1953 մետր բարձրության վրա եմ եղել, դրա համար է շուրջս կդրվում էր էլի։ Զորոյական կետից մի անգամից մի օրում բարձրանաս ես բարձրության վրա, այդքան էլ հեշտ չի։ Ես էլ մի հատ դուրս գամ, վարելիքս քիչ է, հենց կեսին է հասնում, մի անգամից լցնում եմ, չեմ թողում որ շատ իջնի։ Իմ բակս փոխել եմ 55 գալոնա, կոպիտ հաշվարկով 150 լիտր իմ բակը տանում է, ահա, այս էլ լցակայանն է այստեղ, տեսնենք որ մեկից ենք լցնելու։ Լավ, ես դուրս եկա։
Ինձ ընդհանուր մնացել է մոտավորապես 360 մայլ։ Հիմա ես ստեղ ուրիշ բան եմ դրել, դրա համար 18-ա ցույց տալիս։ Այսինքն ստեղ Ամարիլո եմ հասնում։ Ամարիլոյի մի հատ կմտնեմ այդ Բակիսը, մեծ լցակայանը, այնտեղ մի 2 րոպե կհանգստանամ, մի բան կուտեմ ու նորից ճանապարհ կընկնեմ, բայց արդեն Ամարիլոյից հետո ֆրիվեյով չեմ քշելու։ Ամարիլոյից հետո պիտի հայվեյով իջնեմ, որը որ էսի է, այս սա է։ Հայվեների քշելը մի քիչ վտանգավոր պահեր կա, որովհետև ինչքան գյուղատնտեսական տեխնիկա կա, դուրս է գալիս փողոցի վրայով է գնում, տրակտոր, կոմբայն ու հետն էլ սա հող ինչ կա, բերում լցում են փողոցները, դիմացի ապակին կոտրելը մեկից մեկա, արդեն մի անգամ հաջողացրել եմ։ Հուսով եմ այսօր տեղ կհասնեմ, այսօր մի քիչ դանդաղ քշեցի, չգիտեմ ինչի սենց ստացվեց։ Back in the dark, I don't want to be flying home in the dark, and it's like 4 o'clock. We got a late start, so we had to come all the way up from the south end of the lake. So we are going to be doing this as quick and dirty as possible. Հարքսամ պոմպ ամենամեծ լցակայաններից մեկը։ Այս սպիտակ մեքենայով խելոքել մոռացել էր բենզինի շլանգը մեքենայից հանել ու փորձում էր տենց քշել գնալ։ Սենց դեպքերի համար նենց են սարքել, որ այդ շլանգը ավտոմատ անջատվում է, հետո կարողանում ես հետ դնել։ Բարելույս, ես արդեն վեկացել եմ։ Կարացա նորմալ քնեմ, էլի լավ ցուրտ էր։ Ժամը 8-ն է արդեն, հեսա կբացվեն, արդեն դրանք պետք է արդեն բացվեն։ Մի հատ մտնեմ օֆիս, հարցեր լուծեմ, ուտենանք ինչ ալնում։ Ինձ ուղեկցողն եկավ, գնացինք։ Հիմա տեսնենք ինչ ենք արել։ Այս աշկիս էս ինչ փոքր է երևում։ Հետաքրքիր է։ Ամեն դեպքում ոնց որ միշտ մի հատ կապեմ յարդից դուրս գամ, մնացածը դրսում կանենք։ Against people who patent it, being negative when you should be getting after it. I got facts over drag.
okay at last, but I don't know if that can erase all the past and the pettiness. A reflection of the emptiness, hilarious. You think you're with my time, you're delirious. Mysterious, because you hide behind a fake exterior. Inferior, you know I'll always be a bit superior. Get off of me, this ain't no humble brag. I want you to hear words, you can say them back. I want you to feel free from the chains that last, and to believe in what you got, it was built to last, yeah. Now that I've been put through hell. Լավ, ես կանգնեցի մի հատ պատրաստվեմ, մեջը հլը չեմ նայե։ Հեսա միասին մտնենք ներս։ Դրսից որ նայում եմ, խելքի կարամ բերեմ, բան չկա։ Ճիշտ ալիքը առնելու, փոխելու բաներ ունեմ։ Հիմա ներսը նայենք, տենանք ինչ է կատարվում։ Ոյ, մամա ջան։ Օ, պապա։ Ստեպը կոտրածա մեկ։ Արա, այս ինչ վիճակ աստեղ։ Վայ ձեր, հերն եմ անիցել։ Ինչ որ կա չկա, սաղ գնում է զիբիլը։ Այ, ոտս ես ինչի մեջ մտավ։ Չեմ էլ ուզում նայեմ արդեն զզվելս եկավ։ Չեմ ուզում սառնարանը բացեմ, ռոճկեքը սաղ կոտրած։ Ամենատաբար ներսի վիճակին սառնարանը մաքուր է, ռոճկեքը սաղ կոտրած է։ Մոտակա, որտեղ որ զիբիլի տեղ գտնեմ, կկանգնեմ ու սաղ ինչ որ կա, ես արդեն մոտավորապես գիտեի, նկար, մի երկու հատսատից նկար կար ներսի, արդեն պատկերացնում էի, որ սենց վիճակ կարա լինի, հետս զիբիլի ցելոֆաններ են վեկալը, ձեռնոցներ, մասկա, այսա որ միտեղ կանգնեմ, կսկսեմ այս զիբիլը սաղ հավաքել, թափել, բայց հիմա երևի ես ծանր գազի բալոններն ա պետք տեղավորել, որովհետև սրանք ճանապարհին կարա պատե եղած չեղած ավելի վնասի։ Ես լուսամուտը կփակեմ, մեջից հոտ մոտ գալիս է ծանր, մնացածը հետո, լավ, յախք։ Սրա դրած կոդերով զամոքները, Ես եժան պտի տամ գնա, հնարավոր չի եսի նորմալ գնով ծախել։ Ինչքան է խելքի բերեմ, մեկ այն, որ ասում են տիրում էր եղածա, այդ մոմենտն ան, 4 հատ դամկրատ պտի փոխվի, այդ ստաբիլայզերները։ Ես սայել, նայել, են մեկը վապշե չկա, դեմ երկուսը կոտրած անգամենը մի հատնա մի քիչ նորմալ, բնականա 4-ն է պտի փոխվի, եսի փակա, չէ, բացեց։ Լավ ցուրտա մատերս քարացել է, նենց է քամի է զզվելի, դե լավ ժամանակ չկորցնեմ։ Այս մասնամ մի քիչ ճղված չպուկի, քամիների սեզոնա ինչա լավ քամիներա դուրսը
Հələ մի հատ փորձեմ։ Հոսանք չկա, որտես պետք է փորձեմ։ Ինչ բռնեմ հիմա, այլ հոսանք միացնեմ։ Այդե լավ էլի։ Հոսանքը միացրեցի, հələ մի հատ փորձեմ մի հատ։ Պետք է աշխատի, սրանց մասին չեմ, ահա։ Այնա ձգեց։ Հələ մի հատ էլ թուլացնեմ, մի հատ էլ ձգեմ։ Հա։ Լավ, այսի ձգեց, սլայդ աուտը չի աշխատում։ Չէ բդի աշխատի որ։ Չէ, ոնց որ աշխատում է։ Ինչ որ այատ չեմ ուզում ոչ մի բանի ձեր տամ։ Մի քիչ հաստափություն եմ ապրում ես հիմար ճամպրի պահով, բայց դե սենց էլի եղել է։ Տանեմ, ծախեմ, նորից գցեմ action, այս կոմենկան վերջում, բայց սարքել եմ կուկլա։ Չնայած այս մեկի պահով հնարավոր չի հոսախ մեբելը չեմ փոխել ու ներսը սախ կրծել են։ Լավ, ես հավաք եմ արդեն, всё հետացել եմ, սոված եմ, սառած եմ, տուն եմ ուզում։ Տեսնենք լույսերը ոնց է ու շարժվենք։ Ես ինչ եմ կախած։ Ես էլա կոտրած։ Լավ, լույսերը կա, ամեն ինչ որ պետք էր կապելու կապել եմ, ինչ որ պետք էր քանդելու քանդել եմ։ Ինքը լավ դիզայն է, բայց ում ձեռը որ ընկել է, այս քամպրը կերել է իր կենթանու հետ, որին որ ներսը պահել է։ Ինչ որ կա, հուսով եմ տուն կհասցնի։ Եկածս ճանապարհով գնամ, որովհետև համ ցուրտ է այնտեղ, եթե մի բան լինի ցրտին աշխատելը դժվար կլներ, համ էլ այս ճանապարհը ավելի հանգիստ է, էլի, հələ տեսնենք ինչքանով է հանգիստ։ Դուրսը լավ քամի է, ինչ որ չափով օգնում է, բայց մի կողմից էլ լողցնում է անընդհատ։ Հենց ուղիղ հետևից չի փչում, կողքից է փչում ավելի շատ։ Հիմա ես 20-ի վրա եմ գնալու եմ միանամ 10-ին։ Ես հեսա տեսնենք ինչքան ունեմ քշելու 1320 մայլ հլը ունեմ ընդհանուր հաշիվը համարյա այս ճանապարհով 1480 էր ինչ էր սենց մի բան էր այսօր ամբողջ օրը կքշեմ վաղը ուշ երեկոյան կհասնեմ տուն մոտավորապես գիտեի ինչի եմ ռաստ գալու դրա համար հետը ստոպրակներ բերեցի զիբիլի բայց որ ես աստիճան վատ կլներ չէի պատկերացնում հիմա ամեն կանգնելուց ստոպրակները կլցեմ կթափեմ որովհետև ինքան շատ է զիբիլը մեջը Կամաց կդատարկեմ մինչև հասնեմ տուն, որ զիբիլ չլնի էլ։
մնացել է մոտավորապես 900 մայլ, որ տուն հասնեմ։ Դե բնական է այսօր չեմ հասնել, այսօր մի 1000-200 մայլ է քշեմ ու միտեղ կանգնեմ հանգստանամ։ Դուրսը ուժեղ քամի է։ Լավ քամի է, այս ափն էլ ինձ օգնում է, կողմնորոշվեմ քամին որ կողմից է։ Հələ որ քամին իմ օգնին է, հեսա որ նայեք, այս կապույտ կետը ես եմ, հեսա քամու ուղղությունն է ինքը ցույց տալիս։ Ինձ բրդում է, որը որ լավ է, բայց հենց սկսեմ ուղղությունս փոխեմ, այս մասերը մի քիչ վտանգավոր է ալնելու, որովհետև կողքից սափչելու, այսա, ստեղ արդեն թուլանում է, ստեղ արդեն քամին ուժեղ չի, բայց այս հատվածը մինչև անցնեմ, վտանգավոր է, ասենք նամանավանդ պատեմ հետևիցս քաշ տալի, հեշտությամբ կարա շորտ է, եթե ուժը հերիքի, վտանգավոր մոմենտ է, բայց հələ որ իմ օգտին է աշխատում, հələ որ հետևիցս է բրդում։ Ասել եմ ես վտանգավոր հատվածին, այսա, գործում եմ մի քիչ հանգիստ քշեմ, մեքենան լավ պարացնում է, դիմացից թրակներն էլ լողալով գնում են, լրիվ կողքից ապչում։ Քամին այլանդակ ուժեղը հազիվ էի քշում, որոշեցի կանգնեմ, մի քիչ վտանգավոր է։ Ինձ մնացել է այս հատվածը, որ անցնեմ, երևի մի 10 մայլ է ստեղից ստեղ։ Արդեն ես էսա 10-ով ես կոմ պետք է գամ, արդեն թուլանում է քամին։ Այս մասն է ամենավտանգավոր։ Լենց էր մեքենան գնում ոլոր-մոլոր, որ վերջում գրեց, որ կանգնի կոֆե խմի, էսա։ Գիդի ես եմ տենց քշում, հոգնած եմ էլի։ Չնայած որ ասեմ հոգնած չեմ, սուտ կլինի։ Ամեն դեպքում մի հատ դիզել լցնեմ, քանի օր աստեղից քամին կա, այնպես չի որ սպասեմ մի ժամ հետո չի լինելու։ Երևի դանդաղ կգնամ։ Լավ էր, ես վտանգավոր հատվածն էլ անցա։ Հիմա այստեղ եմ, շուտով հասնեմ ես էլ Պասոն։ Մեքսիկոյի սահման այստեղով է, սենց իջնում է։ Ըստ որի ես մասով։ Բայց էլ ինձ պարացնում է այս քամին, հա։ Լավ կենտրոնանամ քշելուս։ Բարի լույս, այսօր 4-րդ օրն է, այսօր կհասնեմ տուն։ Լավ եղանակա դուրսը։ Ահագին քնեցի այսօր, վերջապես։ 3 օր նորմալ չեմ քնել, ավճիշտ 2 գիշեր։ Այս 3-րդ գիշերն էր։ Հասնեմ տուն, կորոշեմ սրա հետ ինչ անեմ, չգիտեմ հələ։ Երեք օր անընդմեջ ես նստած վիճակից սկսում ես զգալ, որ մկանները այլևս քեզ չեն սիրում։ Այնպես որ 10 րոպեանոց վազքը իսկական ժամանակին էր։
Ես մի կտոր հաց ուտեմ ու շարժվում, ստեղ շատ մնացի, հələ 635 մայլ ունեմ քշելու։ Հա, Կոզմիչ, ուզում ես ստուգես? Գնա ստուգի, զիբիլանոցա։ Մի տանջվի, սպասի աստիճանը իջացնեմ։ Սպասի։ Գիտեմ, ես անգամ դուրս չի գալու։ Գիտեմ։ Բողոքում ես։ Լավ, մի ջղայնացի, հիմա ես էլ եմ սխալանում մեկ-մեկ։ Կատուս վրեժ ջղայնանում ասում այս ինձ զիբիլ է սառը։ Վիճակը մի քիչ տխուր է, մի քիչ որն է, լավ էլ տխուր է։ Ամբողջ ճանապարհին ինչքան կարայի ահագին զիբիլ եմ թափել ու տենց գալիս էի, արդեն մնացել էր մոտավորապես 600 մայլ, զգացի որ մեքենան սկսում է թափ տալ։ Անընդհատ կանգնելով ստուգելով չէի կարող գտնեի, բայց կասկածեցի թրեյլերի վրա որ մեքենայից չի։ Եթե 50 մայլից արագ էի քշում, սկսում էր թափ տալ։ Կասկածեցի որ արդեն ակերի վիճակը լավը չի, չնայած որ ինքը ընդամենը 3 տարվա է։ Որոշեցի կամած քշելով գամ հասնեմ տուն, քանի քշվում էր զգուշությամբ քշելով եկա հասա տուն ու առավոտը որ նայեցի, զգացի որ ակերի վիճակը շատ տխուր է։ Այս մեկն էլ ասեմ քառակուսի է թե ինչա չգիտեմ, բարեբախտաբար եկա հասա տեղ ամեն դեպքում։ Քամպերի վրա լիքը գործ ունեմ, ճիշտն ասած մի քիչ չեմ կողնորոշում, աշխատեմ վրան թե թեթև մաքրեմ դնեմ սենց էլ ծախեմ գնա։ Սառնարանը չի աշխատում ու ինչքան տնտեղ եմ երևի էլի լիքը բան կգտնեմ շատ կեղտոտ է այս մեկը շան հոտ է գալիս այս մի սառնարանից ներսի վիճակն է շատ վատ է այս օվորայա ապրելա մեջը ու կենթանի է պահել շունել է պահել կատուել է պահել ես թափելուց հետո մոտավորապես այս տեսքն ունի հələ էլի այստեղ թափելիքներ կա ուտելիքներ էր պահած ճղվել, թափվել, սրանք պետք է լավ, ժավելով է, բորբոս մաքրելիքով է, չգիտեմ ինչով է, լրիվ պետք է մաքրվի։ Այս քարպետը պետք է փոխվի լրիվ, չեմ կարող ասենց թողեմ, որովհետև սրանից շան հոտ է գալի հաստատ։ Յախք։ Մենակ մեջտեղի մասը կամ կփոխեմ, կամ էլ այս ամբողջը պետք է քանդեմ, հանեմ, ամբողջությամբ փոխեմ, վերջանա գնա, հիմա տեսնեմ ոնց եմ անելու։ Բավականին գործ ունեմ, այս սաղ պետք է մաքրվի, սրանք պետք է փոխվի, սաղ շուն, կատու հերանիցել են։ Դարակները ոչ մի բան նորմալ չի աշխատում։ Այս լույսերը իր օրիգինալ լույսերը չի, սրանք սաղ փոխած է։ Այս զիբիլները պետք է հանվի, մաքրվի, սաղ ծակերը փակվի։ Սրա հետ ինչ եմ անելու, լրիվ մեռած է այս counter top-ը։ Խնդիր չկա, ամեն ինչ կարամ նորմալ անեմ, բայց այս ամբողջը կախված է ձեռա տալի, թե ձեռ չի տալի, որովհետև արդեն ինքը բերելով վրես նստեց 9.5, արդեն մոտավորապես $500 ծախս եմ արել, ընդամենը դանգրադներն եմ արել, 4-ն է որ փոխեմ, այս սառնարանի ռուչկեքն եմ արել, լավ էր գտա, մի քանի բան էլ արդեն չեմ էլ հիշում։ Չնայած որ սառնարանը չի աշխատում, չգիտեմ ես ոնց պետք է սարքեմ։ Հնարավոր է որ այս սառնարանը ընդհանուր լրիվ փոխվի, գնաց մի 1005 էլ է դա։ Վերևով, ներքևով պետք է սաղ մաքրվի, թափվի էլի ահագին բան։ Մի խոսքով կամած կսկսեմ աշխատել, տենամ ինչ ալնում, չգիտեմ։ Հիմնական պատճառը որ հենց sense չեմ դնում ծախելու, այնքան որ ազատվեմ սրանից, դա նա որ clean title է, այսինքն salvage չի, ու զարմանալի է որ salvage չի։ Մեկ էլ երկրորդ պատճառն է նա որ ինչ որ անելու եմ կնկարեմ, մի քիչ հետաքրքրություն է դա տալի ավելի սրա վրա աշխատելուն։ Ստեղ պակաս բաներ կա, կենթանիներով էս քամպերը կերել են։ Ամեն ինչի վրա աշխատանք ունեմ անելու։ Ընդհանուր կաշխատեմ, կնկարեմ, տեսնեմ ինչա դուրս գալի։ Մի կողմից հետաքրքիր պրոջեկտ է, մի կողմից էլ զզվելի։
Զիբիլ մաքրելու գործեր են սա։ Այս դուրը ոնց են կերել։ Այ քեզ բան։ Կարող է կատուն արել։ Իմ կատուն sense բաներ չի անում։ Կուզմիչ։ Արի հələ։ Սկսեմ մաքրել։ Տացացան ու ամպրեմետի գարշահուտ ավելի ուղղացավ։ Դրա համար էլ որոշեցի գործը սկսեմ հիմնականում այն մասերից, որտեղից որոշները գալիս են։ Սկսեցի այս outdoor kitchen-ից, պսիխոանոցից, որտեղ որ սառնարանի մեջի լցված ապրանքը փչացել էր, որտեղ նենց պիսոտ էր գալի, ու այդ սառնարանի հոտած ջեր թափել էին դուրս ու ամբողջ փայտերի մեջն էր մտել։ Որոշեցի ամբողջ այդ փայտերը փոխեմ, իսկ սառնարանը չկարողացա փրկեմ։ Դեռ նոր սառնարանի տեսք ուներ, բայց ինչքան է փոխեցի մաքրեմ, այդ հոտը տենց էլ չանցավ։ Ուղղակի թափեցի գնաց։ Լավավոր ներսի սառնարան է վիճակում չի, չնայած որ չի աշխատում, հələ տեսնեմ դա է ինչ արել, կարելի է սարքել։ Այս ամեն ինչը քանդելուց հետո տեսա որ աջ կողմի վրա ջրի պոմպն է, որոշեցի միանգամից ստուգեմ սա էլ, ու տեսա որ էս էլ չի աշխատում։ Ստուգելուց հետո հասկացա որ այնքան մաշված է, այնքան են օգտագործել, որ հնարավոր չի վերանորոգել, ուղղակի պետք է չոքվի։ Լավ, գնամ մի հատ հոմ դիպոմի ճարախտոր անեմ, տեսնենք մնացածը ոնց է ալնում։ Մասը վերջացրի, լրիվ փոխվեց, բայց ոնց որ ավելի լավ եղավ։ Այս միակ բանն է, որ այս քամպրի մեջ չի օգտագործվել, հələ այս պլաստիկները վրան է։ Այդ փոքր սառնարաններ չեմ դնի, հենց սենց էլ կթողնեմ։ Թափեցի գնաց, դա հնարավոր չէր խելքի բերել, ինչքան էլ մաքրեցի, ինքը տեսքը լավն էր, բայց հոտը չանցավ։ Անցնենք ներս, տեսնենք ներսում ինչ են կայանում։ Սոֆայի դիվանի քավերները քանդել հանելուց հետո կփորձեմ մի հատ լավ լվանք։ Հույսով եմ կվերականգնվի։ Սրանից հետո էլ անցնեմ դարակներին, որտեղից որ շան հոտ էր գալիս։ Հնարավոր է այդ փայտը ամբողջությամբ փոխել։ Մի էպիզոդի մեջ ոնց որ թե չեմ տեղավորվում, շատ երկար է վիդեոս լինելու։ Ինչքան էլ որ փորձում եմ տեղ-տեղ վիդեոն արագացրած ձեզ ցույց տամ, բայց հələ բավականին շատ գործ ունեմ անելու։ Դրա համար որոշեցի բաժանեմ երկու մասի, որ ձեզ շատ չօգնացնեմ։ Նամանավանդ հələ քեմպինգ ունենք գնալու տեղեքի հետ։ Ոնց առանց դրա չի լինի։ Այդ ամեն ինչը հաջորդ մասում։
Դե ինչ, չմոռանաք սեղմեք լայք կոճակը, գրանցվեք իմ ալիքին, տեսնենք այս պատմությունն ինչով ա վերջանում։ Այս թափված վինիգրը քացախը երկար է մնաց այստեղ ու փայտը ամբողջությամբ իր այդ զզվելի հոտը քաշելա ջանի մեջ։ Կփորձեմ մի հատ մաքրեմ։ Պետք է փոխվի, ոչ թե մաքրվի։ Ամեն դեպքում ստեղ էլ ինչ որ խնդրեմ կա, չգիտեմ երևում է կամերայով թե չէ, հեսա։ Նույնիսկ ստեղ նայեք։ Էսի իրա դուրն է, լրիվ պետք է ծածկվի, բայց ինչ ծածկվի էս։ Չգիտեմ ինչ ֆոկուսներ են արել այստեղ։ Հիմա մի հատ պետք է քանդեմ նայեմ սրա հետ ինչ է կատարվում։ Մի հատ սաղլան բան չկա սրա վրա, ինչի ձեռ եմ տալի ամեն ինչը խնդրեմ ունի։ Չեմ հասկանում սրանք այս ապահովիչի պանելին խեն ձեռ տվել, ինչ էր իրանց խանգարում։ Ինչ որ կապ կպել են, սխալ տեղ են դրել, սրանց դրա շուրուպները, Home Depot-ի շուրուպներով ձգել են։ Այ ես ձերն եմ անիծը։ Առանձնայիցս մի քանի բան եկավ, վերևի լույսերն ա, որ պետք է փոխվի ներսի վերևի լույսերը, սառնարանի բռնակներն ա, լավ ա, էդ էլ կփոխեմ, մեկ էլ դարակների ներսը քաշելու այս ջրադիմացկուն թուղթն ա, բայց հիշացնեմ, որ սառնարանը հələ չի էլ աշխատում, չգիտեմ էլ ինչն ա փչացած, հələ որ։ Այս գնդակահարած ծակծկված պատի հարցն էլ սենց լուծվեց, ամել ավելի պինդ եղավ։
Լարակները պատրաստ է։ Ներսի վնասված փայտերը ամբողջությամբ փոխվեց։ Այս մասն էլ վերջացրի, հիմա նույնությամբ այս մյուս կողմն է պիտի վերանորոգեմ։ Որոշ բաներ եկավ, անցնեմ սրանց տեղադրման գործին, հələ բավականին էլի բան պիտի գա։ Այս փականը կարելի է հենց հիմա էլ տեղադրել։ Նոր փականը տեղադրվեց, աստիճանը վերանորոգելուց հետո հետ տեղադրեց իրատեղը։ Այս ծերոն չգիտեմ իրանց ինչ վատություն արը, բայց սրա գլուխն էլ ընկեր է, ես էլ չի աշխատում։ Հիմա քանդեմ տնամ հոսանք գալիս է, թե չէ գոնե։ Նոր տեղից կորոշենք ինչ անենք։ Ստուգելուց հետո տեսա, որ հոսանք գալիս է, բայց ինքը էլի չի միանում։ Չէ, չկա։ Սովորաբար սրանց վրա առանձին ապահովիչ է լինում, հույսս են էր, որ ինքը կարա լինի։ Ապահովիչ կա ստեղ, հույսով ես լինի։ Բայց բանից դուրս եկավ ոչ էլ ապահովիչն է, նորմալ վիճակում էր ապահովիչը։ Չէ, ապահովիչը նորմալ է, ապահովիչից չի։ Պետք քանդեմ էսի։ Մի հատ է ստեղ ստուգեմ, հոսանքը գալի հաստում աստեղ, թե չէ։ Ուրա մեր սև կարմիր, հոսանքը գալիս է, ստեղից էլ չի։ Լավ, այս յունիտը պետք է քանդեմ, այս մեջը բան ալացվի, հա, ոնց որ։ Ահա, աշկիս բանման ալացվի մեջը։ Մի բան չեղավ այս կամպերի վրա, որ աշխատող լինի։ Քաղցր սոկը թափել են, էսա վիճակը բորդի։ Կփորձեմ մի հատ լվամ, սկզբից մաքուր ջրով, այս սոկերը հեռացնեմ իրանց շաքարը, հետո WD-4-ով էլ մի հատ մաքրեմ, ինչքան որ եղավ, բայց չեմ կարծում խելքի բերեմ, էսի մի քիչ շատ է խորացել այս քրոժնը, ժանգը։ Այս կողմը նորմալ է։ Այն կողմն է մեռածին է։ Արա, դե խոզն էլի, հո զորով չի։ Խոզից բեթար էլ որ կենթանին է ալնում։ Այ ապրես, հենց էդ են։ Այ հենց էդ կենթանին են։ Ոնց որ թե ես կտա հիմնական պատճառը։ Հիմա ամբողջությամբ այդ կոնտակտները լրիվ կմաքրեմ, իսկ այս flex board-ը վառված տեղում է, այ այս սև մասն է։ Ինքը քանի որ հեղուկը թափվել է ու ինքը լարման տակ է եղել, հոսանքի տակ է եղել, պլյուս մինուսի վրա է գնացել, այդ մասը վառվել է։ Կփորձեմ flex board-ը մի քիչ կարճացնեմ, վնասված մասը թափեմ, կտրեմ, կոնտակտները մաքրեմ այն նորմալ մասի վրա ու հետ դնեմ այդ իրա կոնտակտների այդ սեղմակը ինչա դրա մեջ։ Հույսով եմ, որ կաշխատի, եթե ուրիշ էլ պրոբլեմ չկա սրա վրա։ Okay, կարծես թե վերջ, հիմա կտրեմ։ Perfect։ Հուսով եմ աշխատի։
Հիմա տեսնենք կաշխատի, չի աշխատի, չգիտեմ, որ չաշխատի թողնել եմ, ձեռը չեմ տալու։ Wow! Այո, աշխատեց։ Մի հատ մեծ ծախսից բրծա։ Perfect. Nice. Հիմա հավաքենք։ Այսքան տանջանքս իզուր չէր։ Փաստորեն հիմնական մեղավորը ռադիոյի չաշխատելու այս սա էր։ Այնտեղ ճիշտ է, այլի վնասված տեղեր կար, մաքրեցի, բայց դրանք հələ որ չէր հասցրել քայքայվի, հիմնականում այս էր քայքայվել, լրիվ կտրվել էր, կոնտակտ չկար այսքանի ոտի վրա։ Կտրեցի, կարճացավ ինքը, բայց հերիքում էր տեղը։ Մաքրեցի կոնտակտները, ոնց որ տեսակ ու տեղավորեցի ու աշխատեց։ Այստեղ բախտներս բերեց։ Անցնենք մեր մյուս գլուխգործոցներին։ Ջրի պոմպն առա, արդեն պատրաստ է որ տեղադրեմ։ Պոմպն տեղադրեցի վերջացրի, հիմա մաքուր ջրի թենքը դատարկ է, ջուրը լցնեմ, տեսնեմ, փորձարկենք, տեսնենք ոնց է լինում։ Ոնց որ թե մի բան են չի ստեղ։ Ստեղից ջուր է թափում։ Փորձում էի ջուր լցնեմ թենքի մեջ, որ փորձեմ նոր դրած պոմպս կաշխատի թե չէ, բանից պարզվեց, որ սրա քոքը կոտրված է։ Չկա, մի բան չկա սրա վրա որ աշխատեր։ Սաղ ինչ որ կա, կամ ձերտված է, կամ ջարդած է, կամ փչացած է, կամ կատվի կերած է, կամ շանկրծած է։ Չի վերջանում, սրա վրի գործը չի վերջանում։ Այս ամբողջը պետք է փոխվեմ։ Ստեղից երևում է, որ խփած է եղել այս մասը։ Խփեսի ջարդել է։ Այսի ոնց որ թե կարծում եմ սարքելու ենթակա չի, պետք է մի ուրիշ բան մտածեմ սրա համար։ Ամբողջը կոտրած է կողքերով։ Սա էլ է կոտրած, սա էլ է կոտրած։
fresh water 366 Իմ բախտից տուալետն էլ էր ջուր թողում, ուզած չուզած լրիվ քանդվեց։ Հիմա տեսնենք կամ կվերանորոգեմ կամ էլ պետք է նոր առնեմ։ Ամեն ինչ ստեղ մաքրվեց, լավ լվացվել է։ Մնացել է տուալետի հարցն է լուծեմ ու անցնենք նորից առաջ։ Կամաց մոտիկ անում եմ վերջին։ Այս տուալետը հիմա էլ բան չունեմ անելու, ամբողջը մաքրվեց, փայտերը փոխվեց այս կողմի, իսկ ինչ վերաբերում է ունիտազին, այդ տուալետի յունիտին, դա չկարացա սարքեմ, որովհետև սարքելու ենթակա չէ։ Հիմա առել եմ, սպասում եմ մինչև գա։ Մնացել է այս խոհանոցը, այս ամբողջը որ պետք է փոխվի, այս դարակները սարքվի, ներսը սարքվի, այս փայտը պետք է փոխվի։ Քանի սպասում եմ այդ տուալետի եղած չեղածն է գա, որ դա վերջացնեմ, սկսեմ ստեղից այսօր։ Հիմա պետք է հիմքը սարքեմ, որովհետև արդեն իսկական քար եմ դնելու, ինչը որ սովորական խոհանոցներում են դնում։ Քարը մեքենայից մեջ է մինչև հիմա։ Հետ էլ կկտրեմ կդնեմ։ Այս մասը պետք է փոխեմ, սա կատուն կերել է իրանց։ Լավ է իրանք չեն կերել։ Այս մասը լավ պետք է փոխվի։ Սա
Արդեն այս տպավորությունով ոնց որ ես քամպրի ձեռը կամ ես եմ կրակնենգի կամ էլ ինքը իմ ձեռը։ Գործը չի պրծնում ու չի պրծնում։ Կամ էլ ես եմ սկսել արդեն քթիմազություն անել ոնց որ ասում են։ Ինչ որ որոշեցի այն մանր-մունր աշխատանքներս էլ չդնեմ վիդեոյի մեջ, որովհետև վիդեոն շատ է երկարում։ Ուղղակի համառոտ կբացատրեմ կամ ցույց կտամ ինչ եմ արել։ Այս ամեն ինչը արդեն ոչ թե վերանորոգում, այլ ռեստավրացիա։ Խոհանոցի մասը ամբողջությամբ վերջացրի։ Իր օրիգինալ մակրովեյն էի առել, որը որ տեղադրվեց, գազը լրիվ վերանորոգվեց, օրիգինալ քամպրի ստիկերներ էի պատվիրել, որոնցով էլ որ փակեցի այս վնասված տեղերը։ Ու վերջապես տուալետն էլ եկավ։ 3 հատ նոր մատրաս եմ առել քամպրի համար, 2 շաբաթ արդեն ստեղ է ու անհամբեր սպասում է իր հերթին։ Դրանցից երկուսը մի քիչ ձևափոխելու խնդիրներ կա։ Այս մասը այսպես պետք է կտրվի։ Լավ է որ փոքր չի, լավ է որ ավելի մեծ է։ Հիմա այս գործողությունը պետք է անենք մի խոսքով։ Հատուկ կարի մեքենա եմ առել դրա համար։ Ոնց էին ասում, եթե Singer-ի Z-ը գտնեք, լավ թանկ է, հա։ Ժամանակին այս խոսակցություններն չէ գնում, երբ որ կոշիկի գործեր սա հայությունը անում։ Singer-ի Zinger-ը ամենաթանկն էր, որ տես բան չկար։ Եկել ես որ հոգնես։ Ինչ ես ուզում անես։ Ուզում եմ շպացել։ Ես հիմա ես կտրում եմ, որ sense կարճացնեմ, տնես ես գիծը։ Դրա համար հիմա պետք է կտրեմ, այսքան լավ անվերնորդ է, այսքանը հանեմ, որ մատրասը այնտեղ սիրուն տեղավորվի։ Ճիշտ իրա տեղ։ Ֆեթանի։ Հա, ֆիթանի, դա անգլերեն մի ասա, հայերեն ասա։ Որ կարանա ապոտ մեջ մտնի։ Այո, որ տեղավորվի ճիշտ տեղը։ Էդ էլ քո կարի մեքենան է։ Հա։ Տեսնում ես այդ կարի մեքենան, հենա։ Այն մեկը։ Իսկական կարի մեքենա է, Լանա։ Էս էլ բարեր չեմ գտնում։ Չի ուզում ինձ ձեր քաշի։ Սառնարանի այս բորդը փոխելուց հետո հոսանքը եկավ, հետո նայում եմ նորից չի տաքացնում։ Բանից պարզվեց որ էսա փչացել։ Դա կոչվում է heating element։ Սպիրալն է էլի իրա։ Սպիրալով էլ է տաքանում։ Այդտեղ պետք է տաքանա որ ներսում սառացնի։ Պատվիրեցի հեսա եկավ։ Հիմա կբացեմ կնայեմ։ Ու սյուրպրիզի նման հիմա էլ սրա heating element-ը չի աշխատում այդ սպիրալը։ Էս էլ ջուրը տաքացնող մասն է, water heater-ը։ Սատնանի բան է, մի բան չեղավ սրա վրա որ աշխատի։ Հիմա էլ սա պետք է օրդեր անեմ։ Գժվա սրա ձեռի ես արդեն։ Ասեմ որ նոր սառնարան եմ արել, կադրերից մեջ էլ այնտեղ միտեղ բաքգրաունդում երևում է։ Բայց մտածեցի մի քիչ շատ կլի սրա համար ու որոշեցի մինչև վերջ կռիվ տամ ու ի վերջո հարցերը լուծեցի։ Առածը սառնարանել թող մնա ոնց է չլինի, մի օր պետք է գալու։ Ամեն ինչներ սարքվեց, վերանորոգվեց ու կարամ ասեմ ավելի լավ եղավ, քան թե օրիգինալն է։ Այդ ճակած վնասված 4 սակերն էլ իր հերթին փոխվեց, այս ստաբիլայզերներն էլ, դամկրատները փոխարինվեց նորով։
2 ամիս աշխատելուց հետո քամպերը վերջապես խելքի բերեցի։ Չեմ ասի օր ու գիշեր, առավոտից իրիկուն, բայց համենայն դեպս 2 ամիս տևեց։ Իսկ հիմա քամպերը պատրաստել եմ, որ գնանք քեմպինգի։ Ոնց առանց դրա չի լինի, նամանավանդ այսքանից հետո։ Հետ գանք համառոտ կնկարեմ, ցույց կտամ վերջնական տեսքը։ Իմ կարծիքով ավելի լավ ա եղել, քան թե օրիգինալը։ Կարծում եմ դուք էլ կհավանեք։ Տղեր կանցել են գործի, իրակը վարվում է, սմբոն սովորացնում է, սմբոն չանել մեկի չէի կարելի։ Ալլահ, ալլահ։ Չգիտեմ ով ոնց, բայց ես չեմ պատկերացնում կյանք առանց բնության, օվկիանոսի, ձկնորսության, սենց հավաքույթների, քամպերների, նավերի, մի խոսքով ինչ որ վերաբերվում է outdoor-ին, այսինքն դրսի կյանքին։ Իսկ մենք արդեն տանն ենք եւ քամպերը դրված է վաճառքի։ Ասեմ, որ արածս աշխատանքների մոտավորապես 60-70%-ն եմ ձեզ ցուցադրեն, մնացածը մանր-մունր գործերը չտեղադրեցի վիդեոներիս մեջ, որովհետև նախ եւ առաջ համ շատ էր երկարում, համ էլ չի ուզում ձեզ հոգնեցնեմ մանր բաներով, հետո էլ ես ինքս էի սզվել արդեն համ նկարի, համ գործարը այդքան էլ հեշտ չի։ Մի խոսքով եկեք այս անգամ առանց բացատրության ուղակի նայեք ոնց է ստացվել։
վիդեոյի էդիտինգը չէի հասցրել վերջացնել, ճամպրը ծախվեց։ Առնողները միջին տարիքի մարդուկին էին, ոտից գլուխ տնտղեցին, վերևով, ներքևով, ներսով, դրսով, լուռ ու մունջ, ոչինչ բան հարցրեցին, ոչ էլ 17,000-ով է դրել, վաճառքի 16.5-ով համաձայնության եկանք։ Ճամպրի վրա ծախսածս գումարը սկզբից գրում էի, որ հասկանամ ես ամեն ինչը վերջում ինչ անաստելու վրես։ Բայց հետո այնքան մանրուքներ սկսեցի առնեմ էլ խանութներից, էլ ինտերնետով, էլ մասնավորից, որ արդեն հաշիվս կորցրեցի։ Պահ եկա, որ մոռանում էի գրեի։ Առնելուց հասկանում էի, որ վիճակը վատ է, բայց որ այդքան վատ է չէի պատկերացնում։ Մի խոսքով կոպիտ հաշվարկով այս ամեն ինչը վրես պլյուս մինուս 13,000 նստեց։ Ինչ 3.5 հոգու տարի, հա։ Մի քիչ ծիծաղալու չի։ Այս ամեն ինչից հետո այս մեծ աշխատանքը, որ արվեց 2 ամիս գնալով, գալով, բերելով, սարքելով 3.5 շատ քիչ է։ Սենց դեպքում մինիմում պետք է մի 7,000-ից մնար։ Ինքներդ տեսակ աշխատանքի մասշտաբը ու բացարձակ ձեռք չէր տալիս սրա վրա աշխատելը, եթե այս YouTube-ի նկարահանումը չլներ։ Չնայած որ ինչ շատ չկա, բայց ճիշտն ասած սրան էլ չէի սպասում, մտածում էի 15-ից 16 հազիվ էլ ծախեմ։ Հիմա որ ուղղակի թրակ քշեի մի շաբաթում գնայի գայի այդ գումարը արդեն կառնեի։ Ինչ որ է, կարող ավելի վատ էլ լիներ։ Ամենայն դեպս վերջացրի, շատ գոհ եմ իմ արած գործից, պահեր եղավ, որ շատ հաճելի էր օրեն աշխատել ամեն դեպքում։ Հույսով եմ ձեզ էլ հաճելի էր դիտել իմ գլուխ գործոցը։ Մի խոսքով, ստեղ այսքանը։ Խնդրում եմ չմոռանաք սերտ մեկ լայք կոպճակը, գրանցվեք իմ ալիքին, եթե գրանցված չեք, տեսնենք հաջորդը ինչ հաջորդնից գալիս։ Լավ մնացեք։